Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն պարոն Ավետիսյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Ավետիսյան, ինձ հարցազրույցին պատրաստվելիս հետաքրքրեց այս նկարը, այս պաստառը, որը ընտրել եք այս տարվա կինոփառատոնի խորհրդանիշ, ինչ է այն խորհրդանշում եւ ինչու եք սա ընտրել։ Տարբեր պատճառներ կան, մեկը կապված է հենց այն հեղինակի հետ, որ ընտրել ենք, այսինքն մենք ոչ թե ընտրում ենք պաստառ, ընտրում ենք որևէ արվեստագետի, ով կհեղինակի այդ տարվա պաստառը եւ որպես կանոն ամբողջ այդ վիզուալ ինքնությունը եւ հետո նոր ստանում ենք իր հետ, այսինքն այդ ոնց որ սկզբնակետը հեղինակի ընտրությունն ոչ թե պաստառի, Իգոր Գուրովիչը դիզայներ, ով Ռուսաստանից տեղափոխվել էր Հայաստան, այստեղ ստեղծել էր դիզայնի դպրոց եւ շատ էր ստեղծագործում եւ գրաֆիկ դիզայնի եւ գորգերի դիզայնի ոնց որ ժանրում, մեզ այդ շատ հետաքրքիր էր, որովհետեւ ունենք արդեն մի քանի տարի է չեղարկել ենք կարմիր գորգ հասկացությունը, որը հենց չլինի կարմիր գորգ այն դասական իմաստով, որը կա, որովհետև համարում ենք, որ այդ շատ է տանում այդ գլամուրի, լյուքսի, ինչ-որ մի հատ սնդուսափայլ կողմ, որի մասին չի ընդհանրապես բովանդակությունը եւ այդպես ապակողմնորոշող էլեմենտ ենք նաեւ համարում, բայց նաեւ համարում ենք, որ գորգը, ինչպես եւ պոստերը, այնպիսի բան է, որ կարա լինի էքսկլյուզիվ ամեն տարի ստեղծվի այդ տարվա գորգը ու բացման արարողության ժամանակ ոնց որ ինքը ցուցադրվում առաջին անգամ, բայց այդ ընդհանուր նույն ոնց որ հայեցակարգի մեջ OS be a poem արտահայտությունը շատ այտենց պոետիկ, դժվար բառերով բացատրելի, բայց զգայական առումով ընկալելի արտահայտություն է, որը նաև շատ կա Գուրովիչի այլ ստեղծագործություններում, ինչպես նաև իր մեջ տենց տարբեր նշաններ են, որոնք այսօրվա ակտուալության, հա, օրինակ լեռը նշանային համակարգի տեսակետից այսօրվա ոնց որ նաև հանրային եւ այդ նշանաբանական ոնց որ դիսկուրսի խորհրդանիշ է։ Ինչ նորություններ կան 26 թվականի Ոսկե Ծիրան կինոփառատոնում եւ հիմնական շեշտադրումներն ու ուղերձները որոնք են։ Տեսեք ինքը նորություն որպես այդպիսին չի լինում այն առումով, որ յուրաքանչյուր տարի կա մի հատ որոշակի կառուցվածք, որը պահպանվում է, որը որ բոլոր փառատոններն էլ ունեն, բայց մյուս կողմից ամբողջն է նորություն, որովհետև դրա բովանդակությունը լցվում է այդ տարվա համար ունիկալ, այսինքն այդ յուրաքանչյուր տարին անկրկնելի է, բառի ոչ թե որակական որպես գնահատական, այլ ուղղակի փաստ, դա պրեմիերաներ են, որոնք առաջին անգամ են ցուցադրում, որոնք այդ տարվա եւ նախորդ տարվա, այսինքն ամենաթարմ ոնց որ պատմական շրջանին արվեստի լեզվով անդրադարձներ են, այսինքն այդ մյուս կողմից ինքը այդ ամբողջ 100%-ն էլ նորություն է, բայց նորություն որպես այդպիսին նաև կան, օրինակ այս տարի մեկնարկել ենք առաջին անգամ ծրագիր, որը կոչվում է Apricot Immersive, որը իր մեջ ներառում է վիրտուալ իրականության ծրագիր, առաջին անգամ փառատոնում հնարավորություն կլինի դիտելու նաև VR ֆիլմեր, որոնք ոչ թե VR-ն են այն սովորական ընկալման այդպես ատրակցիոնային իմաստով, բայց դրանք հենց արվեստի գործեր են, որոնք ստեղծված են VR ձևաչափում, բայց սա ուղղակի այդպես օրինակներից մեկն էր, այդպես տարբեր նախագծեր կան կրթական, կրթարտադրական, Գաիվ Պրո հարթակում, Կանի կինոփառատոնի հետ համատեղ ծրագիր կա կինոգործիչների միության պրոդյուսերների եւ ռեժիսորների գիլդիայի կողմից համատեղ Կանի կինոփառատոնի քննադատների շաբաթ ծրագրի հետ 4 կարճամետրաժ ֆիլմը ստեղծվելու դրա արդյունքում, որոնք ներկայացված են լինելու Կանի կինոփառատոնում եւ այլն եւ այլն։ Պարոն Ավետիսյան, ընդհանրապես ո՞նց է ընտրությունը կատարում, որ ֆիլմերը պիտի բացեն եւ փակեն փառատոնը։ Չկա այդպիսի կոնկրետ չափորոշիչ, երևի թե բացի դրանից, որ նախապատվություն ենք տալիս հայկական
թեմային կամ էլ ավելի հաճելի կլինի, եթե հայկական կինոարտադրությանը, ինչպես օրինակ այս տարի է, որովհետև ամեն դեպքում միջազգային հյուրերը Երևան գալիս են առաջին հերթին այստեղի եւ այս տարածաշրջանի, ոչ միայն Հայաստանը ավելի նեղ իմաստով, այլ տարածաշրջանը ավելի լայն իմաստով, բացահայտելու, վերաբացահայտելու, վերաիմաստավորելու, ծանոթանալու եւ այդ ամենի համար, այսինքն կարող է այդպիսի պատրանք լինել, որ դրսի հյուրերը գալիս են ու պետքա ոնց որ տենց, այսինքն այդ լավագույն եվրոպական ֆիլմերը, որ ցույց են տես, այդ ավելի շատ տեղացի հանդիսատեսի համար է, ոնց որ երկկողմանի տենց սիներգիա է, հա, մեր հանրության համար բերել են ամենաթարմը, նորը, էքսկլյուզիվը, ինչը կա այդ տարվա փառատոնային քարտեզում աշխարհում, այդ նույն զարկերակը զգալու համար եւ այլն, իսկ արտասահմանցի հյուրերին հակառակը որքան հնարավոր շատ ծանոթացնել, այո, եւ բացման եւ փակման ֆիլմերը նաեւ այդպիսի կարգավիճակային ինչ որ բան ունեն, մանավանդ բացմանը, որը նաեւ այդպես պրագմատիվ հաշվարկվել է այդպես, որտեվ դա հնարավորություն է միանգամից 2000 հոգու ցուցադրել ֆիլմ, որը ոնց որ տարին մի անգամ է այդպիսի հնարավորություն ընձեռնվում, եւ այս տարի օրինակ այդ տրամաբանությամբ ընտրել ենք Թամարա Ստեփանյանի ֆիլմը, որը Հայաստանի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրություն է, միջազգային մեծ մասնակցություն կա եւ տեղական մեծ մասնակցություն եւ միևնույն ժամանակ նկարահանվել է ամբողջությամբ Հայաստանում եւ թեման էլ պատերազմ եւ հետպատերազմն է, այսինքն այն ամենը, ինչը որ մեր ցավն է եւ մեզ վերաբերող զարգացումները եւ կիսվում ենք դրանով միջազգային հյուրերի հետ, չնայած կոնկրետ այս ֆիլմը դեռ արդեն մեկ շատ հեղինակավոր առիթ ունեցել է, բացել է նույն կերպ Լոկարնոյի կինոփառատոնը աշխարհի ամենահեղինակավորներից մեկը, այդպես, իսկ փակման ֆիլմը Գոթֆրեյ Ռեջոյի վերջին ֆիլմն է, որը Ստիվեն Սոդերբերգն ու Ալեքսանդր Ռոդնյանսկին էին համարտադրել, Գոթֆրեյ Ռեջոն, որ ոսկե ծիրանին շատ հարազատ ռեժիսորներից մեկն է, աշխարհահռչակ դոկումենտալիստ, որը նաև շատ մոտ էր եւ Արտավազդ Փելեշյանին իր արվեստին, այնպես որ կամ այստեղ էլ կա մեր համատեղ պատմությունը, ինչ որ ռեժիսորներ կան, որոնք ոսկե ծիրանյան են շատ, Գոթֆրեյ Ռեջոն էլ դրանցից մեկն է, բայց կոնկրետ չափորոշիչ չկա, այսինքն յուրաքանչյուր տարի իր որոշակի տրամաբանություն։ Քանի հայտ եք ստացել ֆիլմերի եւ ոնց եք ընտրությունը կատարել, ինչի վրա եք հիմնական շեշտադրումը արել, նորարարության ռեժիսորի թեմայի, թե ինչի վրա եք ուշադրություն դարձրել։ Դա էլ այդպես շատ այդպես կանոնակարգված ոնց որ կոնկրետ ինչ որ բան չկա դրված ինչ որ տենց դիրեկտիվ կամ ինչ որ մի բան, որով որ առաջնորդվում է, կան մի քանի ընտրող հանձնախմբեր, որտեղ ներգրաված են տարբեր փորձագետներ եւ Հայաստանից եւ ոչ միայն, որոնք ստանում են այդ հարյուրավոր հայտերը, որոնց թիվը այդպես կոնկրետ չեմ հիշում, ամեն տարի այդ ոնց որ հսկայական քանակությունը ու կամ մի հատ այդպես լավ չի հնչում իհարկե հեղինակների հանդեպ, բայց այտենց մի հատ սևագործ աշխատանք այդ ամենաառաջի մաղի միջով անցկացնելու այդ հարյուրավոր ֆիլմերը, 1000-ին մոտ ֆիլմերը, որոնցից մի հատ երկար ցուցական ընտրվում, հետո ավելի կարճ ցուցակ ու վերջում այդ դառնում է, ասենք 10-12 ֆիլմի, մրցութային անվանակարգում 10 ֆիլմ, մյուսում եւ այլն։ Պարոն Ավետիսյան, այս տարի ինչ միտումներ եք նկատում համաշխարհային կինոյում ըստ ներկայացված նաեւ ձեր ընտրած ֆիլմերի։ Դե յուրաքանչյուր տարի կոնկրետ փառատոնային կինոները, դրանք ինչպես արդեն ասացի, ոնց որ այդ միտումը այն միտումն է, որը որ ընդհանրապես կա, այսինքն ինչը որ օդում կախված է, ինչով որ շնչում է աշխարհը այդ տարի, իհարկե տարբեր աշխարհի ծայրերում տարբեր բաներ են, տարբեր շունչ է գալիս, բայց հիմնականում բոլորը խնդիրների վրա են կենտրոնանում եւ այդ ցավը ու խնդիրները տեղափոխում են մեծ էկրան եւ դրա համար ոնց որ մարդիկ կան, որոնց համար այդ դեպրեսիվ փորձառությունը, ոսկե ծիրանյան հենց ֆիլմերի մասը, բայց մեզ համար այդ շատ կարևոր է, որովհետեւ բոլոր փառատոններն են, փառատոնը այն հարթակն է, որը ոչ թե այդ հանդիսանքի ու ժամանցի ու հաճույք այդ իմաստով պարգևելու նպատակ ունի, այլ ավելի շատ ոնց որ խորհելու եւ հենց այդ արվեստային
լեզվին ճանաչողության իմաստով, իսկ քանի որ որպես կանոն աշխարհում ամեն ինչ շատ վատ է, ոնց որ դրանից հետ չի մնում նաև մեծ էկրան, այլ հակառակը ինքը ոնց որ հայլի է, որը արտացոլում է այն ամենը, ինչը կա, իսկ ոնց որ այդ միայն լավը ու այդ ոնց որ ուղակի դրական եւ լավատեսության շուրջ այդ ամեն ինչը կառուցելը նաեւ ոնց որ առանձնապես այդ մտավորական աշխատանք այդտեղ չկա։ Լավ, իսկ միջազգային ներկայությունն այս տարի որքան է, արդյոք շատ հայտնի ռեժիսորներ կամ դերասաններ կան, որոնց ներկայությունը շրջադարձային կարող է լինել նույն փառատոնի համար։ Այո, յուրաքանչյուր տարի միշտ լինում են այդպես համաշխարհային մեծ վաստակ, համբավ եւ հեղինակություն վայելող արվեստագետներ, այս տարի էլ ոչ միայն բացառություն չէ, այլ նաև միջազգային առհասարակ միջազգային հյուրերի թիվը բավականին մեծ է, ձգտում է 200-ին։ Միջազգային հյուրեր են, ինչպես միշտ աշխարհահռչակ կինոգործիչներ, Պավել Պավլիկովսկին, Օսկարակիր ռեժիսորը, Կաննի կինոփառատոնի լավագույն ռեժիսորական մրցանակի դափնեկիր իր վերջին այդ նոր ֆիլմով, որը կոչվում է Հայրենիք, որը կցուցադրվի Ոսկե ծիրանում, ինչպես նաև Կաննի հաղթող ֆիլմը Ֆյորդը Կրիստիան Մունջուի, տարբեր ֆիլմեր Կաննի կինոփառատոնից Պեդրո Ալմոդովարի վերջին աշխատանքը եւ այլն, ունենք աշխարհահռչակ օպերատորներ, որոնք վարելու են օպերատորական աշխատարան, տեղացի կինոգործիչների հետ, ենթադրենք Բրունո Դյուլբոնելը, ով ում ոնց որ այդ վիզուալ ճարտարապետության արդյունքն է Հարի Պոտերը, Ամելին, Սակուրովի Ֆաուստը, Վես Անդերսոնի Կոեն եղբայրների ֆիլմերը, այսինքն աշխարհի ամենահեղինակավոր օպերատորներից մեկը, Իբրահիմ Մալուֆը, աշխարհահռչակ շեփորահար եւ կոմպոզիտոր, որը հենց ուղիղ իմաստով կինեմատոգրաֆիստ չի, բայց եւ կինոյի համար երաժշտություն անում եւ նաեւ դրան զուգահեռ կա համերգը հուլիսի 15-ին Իբրահիմ Մալուֆի, որը, այսինքն կան այլ ցուցահանդեսներ, ինստալյացիաներ տարբեր ոնց որ միջգիտակարգային այլ կողմնակի ոլորտներից միջոցառումներ, որոնք ամբողջացնում են, որովհետև մենք շատ ուզում ենք, որ Ոսկե ծիրանը միմիայն կինոյի մասին չլինի, որ կինոն ոչ միայն չլինի նպատակ, այլ նաև լինի միջոց այլ տարբեր մեդիաների, ժանրերի եւ արվեստի տեսակների հետ հարաբերվելու։ Պարոն Ավետիսյան, իսկ փառատոնը հնարավոր է ոչ միայն ցուցադրության հարթակ դարձնել, այլ նաև համագործակցությունների հնարավորություններ։ Այդպես էլ կա Գաիվ Պրո հարթակը, կրթական եւ արտադրական, որը հենց դրա մասին է, այդտեղ լինում են վարպետության դասերը, աշխատարանները, տարբեր այդպիսի հարթակներ հենց համագործակցության համար ներկայացվում են համատեղ արտադրության եզրեր են գտնվում եւ տրվում են զարգացման փուլերում գտնվող ֆիլմերի մրցանակներ, աջակցություններ, այսինքն դա այն հարթակն է, որտեղ դեռ կինոն պատրաստ չի, բայց այդ ճանապարհին է նախ արտադրության եւ այլն, եւ հնարավորինս այդպես լայն գործառույթներ ենք ստեղծել եւ գործառույթների հարթակներ, որտեղ որ հենց այդ մասնակցին դա Ոսկե ծիրանի այն մասնա, որը որ մասնագետների համար է բացառապես։ Իսկ հայ ռեժիսորների համար ինչ-որ հնարավորություններ բացվում են։ Իհարկե, հայ ռեժիսորների համար այդ հնարավորությունները հետո ավելի մեծ հեռանկարում են երևում, որովհետեւ կինոյի բյուջեն, այսպես ասած, հավաքելը եւ ոչ միայն բյուջեն, այլ նաեւ բովանդակային իմաստով էլ իրեն այսպես առաջի կետից վերջի կետ հասցրելը շատ երկար, տանջալի process է ու դրա մի մասն է ոնց որ Գաիվ Պրոն ներառում իր մեջ, որտեղ բազմաթիվ հայկական մասնակցություն կա, նաև կան օրինակ յուրաքանչյուր տարի Ոսկե ծիրանի աջակցությամբ ստեղծում է մեկ կարճամետրաժ ֆիլմ, ոչ թե ամբողջությամբ, այլ աջակցությամբ մասնակի, եւ հետո այդ ֆիլմերը նաև ցուցադրվում են հաջորդ Ոսկե ծիրանում, հետո ունենում են իրենց փառատոնային ճանապարհը եւ հիմա հետահայաց որ նայենք բազմաթիվ ռեժիսորներ կան, որոնց
արդեն ուրվագծված միջազգային ճանապարհը կամ սկսելա կամ որոշակի կարևոր կետ է հանդիսացել ոսկեծիրան այդ ճանապարհի։ Ես կուզեի նաև հայ կինոից խոսենք, հայկական ֆիլմերի ներկայությունը այս տարվա փառատոնում որքանով է ներկայանալի եւ ուժեղ։ Տեսեք, ուժեղը կդժվարանամ ես ոնց որ հիմա այդ գնահատականը տամ, որովհետեւ ոնց որ այդ երկար խոսակցությունն ու այտենց պետքա յուրաքանչյուր ֆիլմին անդրադառնանք, որոնք ընդհանուր առմամբ մոտ 2 տասնյակ են, որոնցից 10-ից ավել, մի խոսքով մեծամասնությունը կարճամետրաժ ֆիլմեր են, մի քանիսն են լիամետրաժ, որովհետև առհասարակ մի քանիսն են լիամետրաժ նաև կինոարտադրությունում մեր, հա, մեր կինոարտադրությունը հենց այդ իմաստով հարուստ չի, եւ դրա մեջից նաև պետք է որոշակի ընտրություն կատարել, այսինքն խոսքը այստեղ ոնց որ հեղինակային կինոյի մասին է, հա, կամ այդպես կոչված art house-ի կամ փառատոնի, մի խոսքով այդ էականչի ձևակերպումը, բայց ոչ կոմերցիոն նպատակներով ստեղծված ֆիլմերը լիամետրաժ շատ քիչ են, բայց դրանից էլ իր հերթին կատարվում է ընտրություն, բայց կարճամետրաժների, նաև սփյուռքահայ արվեստագետների ֆիլմերի հետ միասին այդ ամենը հասնում է մոտ 2 տասնյակի, որը ամեն դեպքում ներկայանալի մասնակցություն է փառատոնին։ Իսկ ձեր կարծիքով ինչպիսի խնդիրների առջև այսօր հայկական կինոարտադրությունը կանգնած եւ հնարավոր է հայկական ֆիլմերը կարողանան միջազգային ծրագրերում մրցունակ լինել։ Հայկական ֆիլմերը միջազգային ծրագրերում արդեն իսկ մրցունակ են, վերջի 4, 5, 6, 7 նայած ինչ ոնց որ տենց ժամանակացույց վերցնել, կան բազմաթիվ միջազգային փառատոնային մասնակցություններ ամենահեղինակավոր հարթակներում, այլ հարցա, որ դրա լուսաբանումը, դրա հանրայնացումը, դրա այդպես լայն հանրության ներգրավվածությունը այդ ամեն ինչին բավականին ցածր է, բայց ֆիլմերը կան միջազգային հարթակներում նաև, բայց լուսաբանումն է քիչ ավելի շատ։ Նաև, որովհետև ընդհանրապես հետաքրքրվածությունը այդ տեսակի արվեստով մեծ չի, եւ ասենք եթե դա Օսկար չի կամ այդպիսի մի բան, որը որ այդ հնչեղությունը ունի, այստեղ անգամ բովանդակության հարցը չի, այլ այդ ոնց որ այդ հնչեղության ու ոնց որ սովորության ընկալել լավն ու վատը այդ ոնց որ այդ սնդուսափայլ դրոշմների ներքո այդ դրանից այն կողմ կան բազմաթիվ մեծ հաջողություններ, մեծ ու փոքր տարբեր հաջողություններ, ենթադրենք մասնավորապես վավերագրական կինոյում, մասնավորապես կին հեղինակների կողմից ստեղծված վավերագրական կինոյում, ամբողջ աշխարհը կվոտաների ու տարբեր տենց ռեգուլյացիաների միջոցով փորձում է օրինակ կանանց ներկայությունը բարձրացնել կինոյում, իսկ Հայաստանում, որը հանուն արդարության շարունակում է բավականին նահապետական երկիր մնալ, բայց այդ ներկայությունը կանանց շատ բարձր է, այդպես է ստացվել, մասնավորապես դոկումենտալ կինո, որտեղ անիմացիոն կինոյում ունենք մեծ առաջընթաց, ենթադրենք Անսի կինոփառատոնը աշխարհում ամենահեղինակավոր անիմացիայի յուրաքանչյուր տարի ունենում է հայկական մասնակցություն թե պատվիրակության, թե բովանդակության, թե ֆիլմերի տեսքով, ITFAN Ամստերդամի վավերագրական ֆիլմերի աշխարհում հեղինակավոր փառատոնը տարեց տարի ունենում է մասնակցություն, նաև Շողակաթ Վարդանյանի ֆիլմի տեսքով ուներ Grand Prix-ն, այսինքն գլխավոր հաղթանակը այդտեղ, հետո նաև այլ փառատոններում։ Այս տարվա Իննա Սահակյանի ֆիլմը, որը մրցութային ծրագրում է միջազգային, նույնպես այնտեղ է իր պրեմիերան ունեցել, եւ այլն, այսինքն այդ իրականում կան առաջընթացներ, որոնք որ պետք է արձանագրվեն, բայց միևնույն ժամանակ դա չհանդիսանա այդպես առհավատչա, որ ամեն ինչ շատ լավ է, որովհետև կա հսկայական կրթական դեռ բաց թողումներ, խնդիրներ եւ ռեֆորմի կարիքներ եւ գումարի տրամադրման, ընդհանրապես այդ ոլորտին տրամադրված գումարի սակավություն, որը որ եվրոպական ստանդարտներից հսկայական անջրպետ կա եւ այլն, այսինքն ոնց որ խնդիրները շատ են, բայց դրանց համապատասխան այդ ֆոնին ձեռքբերումները նույնպես ոնց որ դժվար է չգնահատել եւ չարժևել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Կարեն Ավետիսյանն էր, կհանդիպենք։